Ողջույն Ֆրոնտ TV-ի սիրելի հետևորդներ, այսօր իմ հյուրն է համահայկական ճակատ շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Տիկին Ստեփանյան, վերջին օրերին ազգային ժողովում ընթացող խորհրդարանային նիստերը վերածվում են վեճերի, մարդիկ իրար ամբիոններից վիրավորում են։ Ինչ կասեք սրա վերաբերյալ։ Մեր երկրի իրավիճակը ընդհանուր առմամբ վատթարացել է։ Քիչ առաջ երևի դայի նկատի ունեի, քիչ առաջ խորհրդարանում նորից ծեծկրտուկ քաշքշոցեր, անցած շաբաթ նորից այդ վիճակն էր, կրկես, երկիրը վերածել են կրկեսի, խորհրդարանը կրկեսի, կառավարությունը կրկեսի, ամենուր կրկես է, գուցե եւ դրա համար էլ կրկեսի շենքը չի աշխատում, որովհետեւ մենք կրկեսի պակաս այսօր չունենք։ Բայց ամբողջ խնդիրը այն է, որ երկիրը վերածել են կրկեսից զատ խուժանապետության։ Այն ինչ կատարվում է մեր երկրի օրենսդիր մարմնում, դա խուժանապետության լավագույն դրսևորումն է։ Չեմ ուզում առանձնացնել արդեն ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը։ Ես այս ընթացքում երևի մի ժամ առաջ է տեղի ունեցել այս ծեծկրտուկը, բազմաթիվ ահազանգեր ստացա մեր քաղաքացիներից, իմ ընկերներից, որոնք հարցնում են, ասում են, իսկ ինչ անենք։ Մենք էլ որոշենք հարկերը չտալ, ինչու ենք մենք հարկեր վճարում, որ այդ կապիկները ստանան լավ աշխատավարձ, ստանան լավ պարգևավճար եւ փոխարենը գնան այնտեղ երկրի խնդիրները լուծելով զբաղվեն, ամեն մեկը իր ոտքի երկարությունն է հաշվում, տեսնի ում համապատասխան տեղին ավելի լավ հարված կհասցնի։ Եվ ցավոք այս իրավիճակը տարածվում է ամբողջ երկրում, սա ոչ միայն մարդկանց մոտ առաջացնում է մտքի հոգու ապաթիա, այլ նաև մարդկանց մեծ մասը այս իրավիճակից ելնելով որոշում է երկրից գնալ, որովհետև եթե երկրի օրենսդիրը վերածել են խուժանապետության, խուժանա աշխատավայրի, այդ խուժաները պիտի այս մարդկանց համար օրենքներ գրեն, այս մարդիկ կան արժանապատիվ մարդիկ, ովքեր մտածում են լավ, հարկ չտաս մեկա Նիկոլի պետությունն կգան ձեռքիցդ կխլեն ամեն ինչը, այս չանես կգան քեզ բերդ կնստացնեն, կտանեն միտեղ կնստացնեն, ելքը մնում է թողնել ու հեռանալ։ Ամեն ինչ արվում է, որպեսզի մարդկանց հույսի, մարդկանց այստեղ մնալու վերջին ճիքը այսպես իջիկ դարձնեն, վերացնեն։ Խայտառակություն է։ Այստեղ խայտառակություն, մարզեր գնում ես ամենաուղիղ իմաստով բարձի թողի խայտառակություն, այսքան այդ լցրել են 100 քանի հոգի այդ աթոռներին, որ ամեն օր դուրս գան իրար քաց ուտան, ձիարշավարան կա, առաջարկում եմ գնան ձիարշավարանում, այնտեղ ոնց ուզում են իրար թող քաց ուտան, իսկ սա երկիր է եւ յուրաքանչյուրս իր ընտանիքից հարկ է վճարում, որ դուք գնաք ու մեր համար աշխատեք, ոչ թե գնաք ու ամեն մեկը ձեր լեզվին այսպես բանտակ, թե ով ումը կարող է ավելի շատ հայոյել ու վիրավորել։ Գնացեք այդպես, պահեք ինքներդ, ես ասում եմ այսօր խորհրդարանում բոլոր մանդատավորներին գնացեք այդ լեքսիկոնով ձեր տան անդամների հետ շփվեք, դա բարձրագույն մարմին է եւ դուք որևէ մեկը իրավունք չունի այդ բարձրագույն մարմինը վերածի իր համար ռասբորկայի վայրի։ Մենք ձեզ հարկ չենք վճարում, որ գնաք վեր ընկնեք այդտեղ ու ամեն մեկը տեսնեք ում լեզուն է ավելի երկար կամ ով ինչ փողոցային բառապաշար կարող է օգտագործել մյուսի վրա։ Դրա փոխարեն վեր կացեք, գնացեք մարզեր ու տեսեք, թե ձեր ստեղծած պատկերը ինչ խայտառակ վիճակ է ստեղծել այսօր գյուղի, մարզի, քաղաքի բնակչի համար, մեծ ու փոքր համայնքի բնակչի համար։ Տեսեք, դուք նշեցիք խուժանապետություն բառը, գուցե սա է պատճառը, որ այժմյան հասարակությունը իր բողոքի ձայնը բարձրացնում է այժմ դեսպանատների առջև, որովհետև մարդիկ փոխանակ աշխատեն, ինչ որ մի բան առաջ գցեն, զարգացնեն այս երկիրը, ընդհանրապես զբաղված են իրար հայհոյելով։ Եվ մենք երեք տեսանք կոնյակների համար ակցիան, որը որ տեղի ունեցել դեսպանատան մոտ, դուք սա
ինչպես եք ընկալում, ինչպես կմեկնաբանեք։ Երեք կոնյակագործները, որ ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան մոտ, դա խոսում է նրա մասին, որ այս երկրում իշխանություն չկա։ Անիշխանության պարագայում միայն մարդը կարող է իր խնդիրը գնալ բարձրաձայնել մեկ այլ երկրի դեսպանատան առաջ։ Բոլոր հարցերում, եթե չկա իշխանություն, տեսեք, մենք անհետ կորածների գերիների հարցերով գնացել ենք տարբեր դեսպանատներ։ Դա խոսում է այս երկրի անիշխանության մասին, ինչ է նշանակում տնտեսվարողը գնա Վրաստանի դեսպանատուն, Վրաստանի կառավարությունից պահանջի, իսկ ինչի համար են այստեղ վերընկածները, ինչի ենք մենք իրանց ընդհանրապես հարկեր վճարում, ինչի են այսպես խոշոր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանում, եթե պիտի կոնյակագործի, խաղողագործի, չգիտեմ ում գործի հարցերը լուծի մեկը Վրաստանի դեսպանատունը, մյուսը Ռուսաստանի դեսպանատունը, մյուսը Ամերիկայի դեսպանատունը, բա դուք ինչի համար եք այստեղ վերընկած։ Մեծ հարստություն դիզելու համար, մեծ փողատեր դառնալու համար, մի քանի բնակարանների տեր դառնալու, խոշոր գործարաններ ձեռք բերելու, խանութների ցանց ձեռք բերելու համար։ Տեսեք, Ծիրան սուպերմարկետների ցանցը 1 ամիս, 2 ամիս առաջ էր, որ նոր տեր ունի, ով է այդ նոր տերը, ով է ճանաչում, Նիկոլ Փաշինյանի օրոք ինչ որ ի հայտ եկած գործարար, որևէ մեկս չգիտի դրա, ով է այդ գործարարը, Ծաղկաձորում հյուրանոցը վերցրեցին, ուրիշի ձեռքից տվեցին իրենց օլիգարխին, այն ժամանակ նրանք էին տանում, հիմա դուք եք, անվանափոխություն եք անում բիզնեսների ընդամենը, դա է, և երեկվա այդ կոնյակագործների ակցիան խոսում է նրա մասին, որ այս իշխանությունը բացարձակապես չի հասկանում, որ ինքը այս հասարակության ծառան է, մենք վարձել ենք իրենց, որ իրենք ծառայեն մեզ, մենք հիմա իրանց վճարում ենք, որ իրենք ծառայեն մեզ, և ոչ թե մենք վճարում ենք, որ իրենք կան, և այս հասարակության գլխին ինչ օյինբազություն ասես չբերեն, տեսեք, անցած անգամ համայնքական ճակատշարժումը հրավիրել էր կլոր սեղան գյուղատնտեսության խնդիրների հետ առնչվող, և մենք նաև այսպես որոշում է կայացվել լինել մարզերում, խմբեր, ձևավորվել են խմբեր, որոնք լինում են տարբեր մարզերում, ինչի համար ենք մարզեր գնում, որպեսզի գույքագրենք մարզերում առկա բոլոր խնդիրները և հետագայում դրանք դարձնենք նաև համալրենք դրանցով մեր ծրագրային դրույթները և մարզ գնալուց պարզապես աղետ ես տեսնում, միայն մի դեպք, որ ես ահազանգով եղել եմ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքում, այդ մի դեպքով ես ասեմ, թե ինչ ամենաթողություն և ինչ խուժան վիճակ է ստեղծել այս իշխանությունը։ 3 ամիս է Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքում տարածված է խոշոր եղջերավոր անասունների շրջանում բրուցիլոզ հիվանդություն։ Ինչի է տարածվել, որովհետև չունենք գյուղնախարարություն, հետևաբար չունենք անասնաբուժ, չունենք մասնագետներ և այսօր գյուղացուն այսպես ասում են գնա ինքդ քո հետ կուզես ապրի, կուզես մեռի, չես կարողանում ապրել, ուրեմն մեռի։ Չկալովկա գյուղում ես դա տեսա։ Հիվանդությունը 3 ամիս հիվանդությունը գյուղում ամեն օր թափ է առել և որևէ պատասխանատու մարդ չի մտել այդ գյուղ, տեսնի այդ գյուղացին կա թե չկա։ Ես ահազանգով եղա այնտեղ և տեսնեմ մարդկանց մեծ մասը այսօր անասուններից հիվանդությունը վերցրել է և ինքն է այսօր տառապում այդ բրուցիլոզ հիվանդությամբ, ինքը բավականին վտանգավոր հիվանդություն է, ես խոսում էի մեկի հետ հիվանդներից, 40 քանի աստեղ հակաբորբոքային է ստացել սրսկման տեսքով և ասում է ձեռքերիս ոսկորները չեմ զգում, անասունները, բոլորի անասունները հրահանգվել է վերացնել, որպեսզի այդ միսը չօգտագործվի, դե նորմալ է, հա պիտի վերացվի, բայց որևէ մեկ պաշտոնյա չգնա, չհավաքագրի այդ խնդիրը, տեսնի պետական ինչ աջակցություն տա այս մարդկանց, հողի հարկի համար վազում եք, ջրի համար վազում եք, հոսանքի համար վազում եք, կես մետր ասֆալտ գցում եք, մարդկանց վրա այնքան հարկ եք ավելացնում, որ շնչակտուր են լինում, ամեն ինչի համար վազում եք, բայց մարդիկ տանը նստած բուժմանի գումար չունեն, իրենց վերջին հույսը իրենց 2 կամ 3 կովն է եղել, գնացել մորթել եք, հիմա մարդը տանը նստած բուժման գումար չունի, բա դու պետություն ես, թե դու ով ես,
Ով եք դուք ընդհանրապես, բայց չգնաք մի հատ մտնեք այդ գյուղ, տեսնեք լավ այդ մարդկանց բուժման համար ինչ վճար է հարկավոր։ Իսկ գյուղացիները կապ փորձել են հաստատել, տեղեկացնել այդ ամենի մասին։ Իհարկե տեղեկացրել են, միայն ասում են, դե հիմա չկան գյուղապետեր, էլ խոշորացված համայնք է, այդ վարչական շրջանի ղեկավարը ելումուտը փակել է գյուղի։ Դուրս չգալ, մարդ չմտնի։ Այսինքն կարանտին է սահմանված։ Իհարկե, ելումուտը եթե փակված է, կարանտին է, բայց որևէ մեկ պաշտոնյա, բայց չգնա, դե նախարարություն լավ հասկացանք, չկա կառավարության մի անդամ, որ ամեն ամիս պարգևավճար է ստանում։ Պատավատը դնի տակը գնա այդ գյուղ, մի հատ ասի, էս ինչ է կատարվում այս գյուղում։ Առողջապահական ինչ խնդիր գոնե լավ հո մարդն էլ անասուն չի դնեք վզները կտրեք տեսնեք ականջները համարակալեք ասեք այսքան մարդու վիզ կտրեցինք չի տարածվի անասունները հասկացանք արեցիք բա մարդկանց է դուք էս ինչպես եք վարվում թրքաբարով վերաբերմունք է սա հայ հասարակության հանդեպ թրքաբարով վերաբերմունք է այսօր այսպես պարտ գրել է հայտարարագրերը այս 20000 այսքան միլիարդ վերադարձվել է ստուտ եք ասում ամեն ինչում դուք ստում եք ամեն ինչում ստում եք դուք վերացրեցիք գյուղ նախարարությունը որպեսզի գյուղացին չմնա իր հողի վրա գյուղացուն այսպես բսկտում եք ամեն օր որ ով կկարողանա կգա Երևանում եք ամեն ինչ կենտրոնացնում դիք ձեզ Գեղարքունիքի մարզը պետք է կգան ովքեր կգան այստեղ ովքեր դուրս կգան հարևան Վրաստան կամ կգնան Ռուսաստան լավագույն դեպքում ասֆալտի գործ կանեն որովհետև գյուղի ժողովուրդը կամ անասնապահություն կամ շինարարություն ուրիշ ինչ պիտի այդ մարդիկ անեն դուք միտումնավոր այսպես մարզերը հատ առ հատ դատարկում եք ինչ է նշանակում մի հատ մտեք Ես հիմա դիմում եմ խորհրդարանական այդ ուժերին, որ այսօր իրար քացի էին տալիս, բա մեկը մի գյուղ գնացեք տեսեք, էս ինչ վիճակ է։ Ընդհանրապես ինչ է կատարում։ Երեք մի ֆերմեր ահազանգել էր։ Մի քիչ բորբոքված եմ խոսում, որովհետև դուրս ես գալիս, գյուղ ես գնում, գալիս տեսնում ես սրանց պահվածքը հասկանում ես, որ մի ֆերմեր ահազանգել էր։ Իտալական Vitafruit ընկերությունից մի հայկական ընկերություն 100,000-ավոր տնկիներ է ներկրել Հայաստան եւ այդ տնկիները խնդրահարույց են իրենց այդ հիվանդություն են ներս մտնում իրենց այդ տարբեր խնդիրներով են այդ տնկիները ներս մտնում եւ ֆերմերը այսպես ասում է սա հանցագործություն է ֆերմերների նկատմամբ այսինքն այն ընկերությունը ով բերում է այդ հիվանդ տնկիները խնդրահարույց տնկիները Հայաստան ու այսպես սաղցնում ֆերմերների վրա կների հերոստադիտողը բարիս համար հանցագործություն է կատարում իսկ ով է այդ հանցագործության հեղինակը ոչ ավել ոչ պակաս Երևանը 9%-ով ղեկավարող Տիգրան Ավինյանը ինձ ասաց այդ ֆերմերը առանցին հետո փորձեցի հասկանալ ով է բերում այդ տնկիները, ասաց Մեծան Ավինյանը։ Էս եք դուք տրանսպորտի գին բարձրացրեք, դուք հարկեր բարձրացրեք, ամեն ինչ բարձրացրեք, ով կդիմանա, ով չի դիմանա, ճանապարհը կա դուրս գալու ու կա դուք, ինչպես Արսեն Թորոսյանն էր նորը ասում, կազմակերպված ներգաղթ եք ուզում անեք, հայերին այստեղից տանել եւ ձեր 300,000 եղբայր ադրբեջանցիներին բերել լցնել Հայաստան։ Ով չի լսել Արսեն Թորոսյանի ելույթը, կարող եք լսել, ասում էր կազմակերպված ներգաղթ անենք, պետք չի որ Հայաստանը միաէթնիկ լինի դուք կազմակերպված այո մտածում եք հիմա ինչպես այ դրա համար այսպես թրքաբարո եք վերաբերվում եւ հասարակության հետ եւ ընդհանրապես մարզերում ու գյուղերում այնինչ կատարվում է սա այլևս որևէ ձև մարդու ուղեղում չի տեղավորվում Տիկին Ստեփանյան այս ամենի ելքը որտեղ է այս ամենի ելքը քաղաքական այն ուժերը ովքեր լուրջ մտահոգված են այս երկրում քարը քարին դնելով պետք է միավորվեն պետք է այս խորհրդարանական ընդդիմությանը Նիկոլի թիմի հետ ասեն գնացեք բարով որովհետև սրանք իրար հետ այս երկիրը հասցրեցին այսօր այս վիճակին պատավատները ձեր տակ
Պարգևավճարը ձեր գրպանը, մանդատը կա, գործուղման փողը կա, կոֆեի փող, ոչ մի բանի պակաս չունեք, ի՞նչն է ձեզ խանգարում, մարզեր գնացեք, տեսեք, էս ինչ եք դարձրել երկիրը։ Համատեղ ուժերով երկիրը վերածել եք խուժանապետության։ Ես դրան, այո, մեկ բառ եմ ասում, խուժանապետության։ Ես ոնց կարելի է, հիմա մենք համահայկական ճակատշարժման առաջնորդ գեներալ Արշակ Կարապետյանի առաջարկով կազմավորել ենք խմբեր եւ այցելում ենք մարզեր եւ առաջին այցը Գեղարքունիքի մարզներ, դա նախ իրենց ահազանգով եղանք այդ մարզում եւ մենք ինչի մարզեր, որովհետեւ եթե չունես գյուղնախարարություն, առողջապահության նախարարը հիմա պիտի 10 անգամ այդ գյուղ մտած դուրս եկած լիներ։ Դե յուրե կա առողջապահության նախարարություն, բայց դե ֆակտո չկա։ Եթե չկան այդ նախարարությունները, նրանց գործողությունը սկսվում եւ ավարտվում է ամեն օր այս մարդկանց գրպանը մտնելով, նշանակում է երկիրը անտեր է։ Եվ մեր նպատակն է այսօր, որ մենք այցելենք գյուղեր, մարզեր, հավաքագրենք բոլոր խնդիրները, կլինի սոցիալական, կլինի կրթական։ Տեսեք, Լեռնակերտ գյուղի մասին շատ խոսեցին, երևի արդեն 7-8 ամիս է ամեն եթերին ասում են, երեք ասում էին, որ կապ էին հաստատել, շնորհակալություն էին հայտնում, ասում էին, որ ձեր ահազանգերից հետո Արշակ Կարապետյանն էր դրան անդրադառնում, այստեղ կազմակերպված կլոր սեղաներ, ձեր ահազանգերից հետո տեղաշարժ կա, արդեն սկսել են։ Բոլոր խնդիրների հետևից պետք է գնալ, բոլոր խնդիրները հանել, կգնան առողջապահության նախարար, դիմում եմ ձեզ, գնացեք Չկալովկա համայնք եւ տեսեք ինչով կարող եք դուք մարդկանց օգնել։ Մարդիկ պարտավոր չեն, դուք ձեր անգործության արդյունքում, ձեր կողմից նախարարությունը, կառավարության կողմից գյուղատնտեսության նախարարությունը լուծարելու արդյունքում այսօր գյուղատնտեսությունը հայտնվել է այդ վիճակում, անասնապահությունը հայտնվել է, ինչ է նշանակում, մարդը ինձ ասում է, որ տարիներով այդ գյուղում անասնաբույժ չի մտնում։ Մարդու անասուն ձեզ համար մեկ եք դարձրել, մտածում եք քանիսը կապրեն, քանիսը կմնան, այդ մարզը ձեզ պետք է, կասեք, տարվա 7-8 ամիսը ձմեռ է այդ մարզում, բայց ձեզ պետք է այդ մարզը, ձեզ ոչինչ պետք չի, բացի մեր գրպանը մտնելուց, երկրի վրա քարը քարին չթողնելուց բացի դուք երեք որ խնդրին անդրադառնաս, որ ասես այս մի ոլորտում իրենք կան։ Պաշտպանության նախարարություն դարձել է հերկման նախարարություն ու վշտակցման նախարարություն։ Խաղաղ պայմաններում, առանց ինչ-որ բանի։ Մարդը իր 18 տարի երեխային պահել, ուղարկել է մեր երկրի սահմանները պահելու։ Ինչ եք անում դու, ցավակցություն, դարձել եք, այդտեղ մի հատ էլ դագաղի ցեղ պետք է դնեք, դագաղներ եք ուղարկում մարդկանց տներ, ով է ձեզ ասել, որ դուք կարող եք, այսպես գրեք, ցավակցում ենք ընտանիքին և ով է ձեզ թույլ տվել, հասկանում ենք նախարարը դասատու, տեղակալը ֆինանսիստ, այն մեկը, որպես ասում են, մխիթարանք տարան, իմ գործընկեր Ոսկանը լավ ասում, որպես մխիթարանք տարան նշանակեցին փոխնախարար, այն մեկը ջահել աղջիկ էս ու այն կողմ ֆոտոսեսիաներով է զբաղված, մարդիկ ձեզ իրենց երեխաներին են վստահում, ով եք դուք, որ այսպես ցավակցություն հայտնեցիք, հոսանքահարվել է, լավ չեք, որ խնդրին անդրադառնաս, որը թողնես, որ էջը բացում ես, ասես այս նախարարությունն է, տակը միայն խնդիր է, ուրիշ ոչինչ չկա։ Հիմա էլ նստել են իրար խորհրդարանում, նրանք են նրանց ասում դավաճան, նրանք են անհայրենիք ասում, դուք իրար արժանի եք։ Այո, այն ահազանգերը, որ մարդիկ արդեն այսօր ես քանի ահազանգ ստացել եմ, որ մարդիկ պատրաստում են ձեզ հարկ չվճարել, գուցե եւ տեղին են անում, որովհետեւ ոչ մեկ պարտավոր չի իր երեխայի բերանից կտրի, որ նստի ձեր կապիկությունը տեսնի, դուք ձեզանից որ մեկը ավելի լավ երկար լեզու ունի, կամ որ մեկի բառապաշարն է ավելի փողոցային։ Էս ինչ երկիր դարձրեցինք։ Էս ինչ է, ուր ենք գնում մենք։ Լավ, ուր ենք գնում։ Ես վստահ եմ, որ առաջիկայում համահայկական ճակատշարժման անդամներով կլինեն հանրապետության մեծ ու փոքր բոլոր մարզերում
հատկապես սահմանամերձ գյուղերում կհավաքագրենք խնդիրները, որովհետև եթե չկա նախարարություն, որևէ ձև պետք է մարդը տարածքի իր խնդիրը բերի հասցնի համապատասխան օղակներին, կհավաքագրենք, կգույքագրենք բոլոր խնդիրները եւ մարդկանց առաջարկներով նաև կձևավորենք մեր բոլոր քայլերը, որովհետև չի կարող լինել հասարակություն եւ իշխանություն, որոնք իրարից տարանջատված են։ Եվ այդ խնդիրները բոլորը գույքագրելուց հետո կսկսենք նաև դրանց մի շարք արդեն լուծման առաջարկներ, թե գյուղատնտեսության ոլորտում, թե կրթության ոլորտում, թե առողջապահության ոլորտում տարբեր առաջարկներ կան մեր ծրագրային դրույթներում եւ ես կարծում եմ, որ պետք է ուղղակի երկրով մտահոգված ուժերը միավորվեն, ինչպես մենք ենք անում, առողջ ուժերի միավորմամբ միայն կարող է այս իշխանությունը իր ընդդիմության հետ գնա այնտեղ, որտեղ պետք է գնա։ Դե ինչ շնորհակալ եմ այսօրվա հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, ցտեսություն ձեզ։ Իսկ ես հիշեցնում եմ, որ իմ հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը։ Կհանդիպենք։